Իրենց մոտեցումը այն է, որ եթե ընտրությունների արդյունքը լինի այնպեսին, որ իշխանության գան, ինչպես իրենք են ասում, ռևանշիստ ուժեր կամ այն ուժեր, որ չեն կիսում հայ-ադրբեջանական կարգավորման այս տրամաբանությունը, այն լուծումները, որ մենք սկսել ենք կիրառել, իրենք պետք է չեղարկվեն, հա, եւ էլի փակվելու է այս հարցը, իրենք ուզում են ավելի կայուն եւ ավելի կանխատեսելի լուծումներ, եւ եթե դուք նայեք նաեւ Նախիջևանի Ադրբեջան կապի տեսակետից, նայեք ինչ որ գիծ աշխատում է, սկսում է աշխատել, մարդիկ սկսում են գնալ գալ կամ բեռները փոխադրվել, հետո մի 2 ամիս հետո փակվում է ամեն ինչ ու էլի սա ստեղծում է բավականին անկայուն իրավիճակ, հա, այսինքն իրենք ուզում են, որ մի այնպիսի իրավիճակ լինի, որ մոտ ապագայում կանխատեսելի լինի հաջորդ քայլերը որն են լինելու։ Ու նաև իհարկե այս քայլերը, եթե մենք բացենք Նախիջևանի տրանզիտը, ենթադրում է, որ իրենց կողմից էլ պետք է ինչ-որ լուծումներ լինեն հայկական կողմի համար։ Առաջին հերթին դուք հիմա գիտեք, որ Ադրբեջանը հիմնական գործոնն է, որի պատճառով փակ է հայ-թուրքական սահմանը եւ այդ լծակը մինչեւ ընտրությունները առնվազն Ադրբեջանը նույնպես չեն ուզում կորցնել,